Սիրելիներս, ես մի շատ կարճ բան եմ ուզում պատմել, որը Սուրբ Հոգուց է տրված ինձ եւ դա եղել է երևի 6 ամիս առաջ ավել, այսինքն 24 թվականի ամռան կեսն էր մոտավորապես եւ այդ ժամանակ Սուրբ Հոգին ինձ մի բան ասաց, որ նա այստեղ երկրի վրա ինձ միացնում է իմ իրական ընտանիքի հետ, բայց ես ինչու եմ սա պատմում, որովհետև սա բոլոր Քրիստոսի զավակներին է վերաբերում, Աստծո զավակներին է վերաբերում եւ դուք ուշադիր կլինեք կամ արդեն եղել եք կամ արդեն հասկացել եք ու հասկանում եք, բայց ես ուղղակի կպատմեմ յուրաքանչյուրը ձեր վրա, եթե պատկերացնեք, շատ պարզ կլինի։ Ինչ եմ ուզում ասել։ Ուրեմն, Տերն ինձ ասաց, որ նա ինձ բերում է, դեպի ինձ է բերում իմ իրական ընտանիքին եւ բացատրեց հարց հայտնվեց այդ ժամանակ իմ սրտի մեջ, իմ մտքի մեջ, բայց Սուրբ Հոգին ինձ միանգամից բացատրեց։ Նա ասաց. «Ես քեզ եմ բերում քո իրական ընտանիքի անդամներին, քո իրական ընտանիքին, քո իրական հարազատներին։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ընտրված են իմ կողմից, ովքեր քո ընտանիքն են երկնքում, իմ թագավորությունում, իմ տանը եւ ում հետ որ դու ապրելու ես ինձ մոտ միշտ հավերժ եւ նրանք քո ընտանիքն են ինձանով»։ Պատկերացնում եք այդ նախադասությունները ես երբեք չեմ մոռանա, ոչ մի բառ չեմ շփոթի, չեմ մոռանա։ Աստված բերեց այդպիսի մարդկանց եւ դրանից հետո յուրաքանչյուր նոր ընտանիքի անդամի Աստծով, Հիսուսով, որ հանդիպում եմ ես Սուրբ Հոգու հաստատմամբ, ես ճանաչում եմ նրանց եւ հասկանում եմ, որ նրանք իմ ընտանիքի անդամն են, իմ հոր մոտ, իմ Հիսուս Քրիստոսով, նրանք իմ ընտանիքի անդամներն են։ Ինչպես Տերը ասաց ինձ, քո իրական ընտանիքը նրանք են, ում որ ես եմ ընտրում քեզ համար ինձ մոտ ապրելու։ Ինձ մոտ է քո ընտանիքը, այսինքն լինելու հավերժ, այսինքն նրանք, ովքեր իմ ընտանիքն են, իմ երկնային հոր մոտ։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրս սա հասկանանք, սա միայն ինձ չի վերաբերվում, սա մեզանից յուրաքանչյուրին է վերաբերվում, յուրաքանչյուր Հիսուսի զավակի, դստեր եւ որդու։ Մենք ունենք այն ընտանիքը Տիրոջ կողմից ընտրված, ով մեր իրական ընտանիքն է Հիսուս Քրիստոսով, մեր երկնային հոր, մեր ստեղծիչի, մեր արարիչի, մեր Հայր Աստծո Տեր Հիսուս Քրիստոսի ընտրած։ Եվ մենք նրանց հետ ապրելու ենք երկնային թագավորությունում հավերժ։ Սիրելու ենք իրար եւ ապրելու ենք հավերժ։ Մեր սերն էլ է լինելու հավերժ եւ ճշմարիտ սեր։ Սա վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։